Եվ այսպես ուշադրություն կրակոցներ սահմանին տեղ գյուղի բնակիչները ահազանգում են, համացանցում տարածվել է տեղեկատվություն, տեղ գյուղի բնակիչների հաղորդմամբ կրակոցներ են հնչեցվել սահմանին հայկական դիրքերի եւ նաեւ գյուղի բնակիչների ուղղությամբ։ Դեռևս պաշտոնական տեղեկատվություն չի տարածել Պաշտպանության նախարարությունը հասկանալու համար, թե վերջի վերջո որ ուղղությամբ են կրակոցները եւ ինչպիսի հաճախականությամբ եւ արդյոք որևէ պատերազմական վտանգ կա այս պայմանությամբ Հայաստանի Հանրապետության համար։ Մենք ասում ենք ստորագրենք խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանը կրակում է։ Ադրբեջանական արտգործնախարարությունը տարածել էր հաղորդագրություն, եթե Հայաստանը ուզում է շուտապույտ ստորագրել խաղաղության պայմանագիրը, ապա նրանք պետք է ժամանակ չկորցնեն եւ փոխեն սահմանադրությունը։ Ադրբեջանը փորձում է ազդել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վրա։ Դա ինչպես է տեղի ունենում։ Մեր փոխարեն փորձում է ինքը որոշումներ կայացնել մեր ներքին գործերի համար եւ ինքը որոշի, թե հայ ժողովուրդը իր ներսում ինչ պետք է անի։ Հայ ժողովրդի համար սա բացառված է, հայ ժողովուրդը չի կարող գնալ որևէ ինչ-որ զիջումների, որոնք արդեն իսկ ոչ թե զիջում են, այլ սեփական ինքնիշխանությունը հանձնել ինչ-որ մի ուժի։ Մենք նաեւ վստահ ենք, որ նույնիսկ եթե անգամ Աստված չանի Ադրբեջանի պահանջով փոխվի սահմանադրությունը, Ադրբեջանը այդ դեպքում եւս որևէ պատճառ կգտնի եւ չի ստորագրվի խաղաղության համաձայնագիրը։ Եվ մենք նաեւ չգիտենք դա համաձայնագիրը, պայմանագիրը թե ինչ է, որովհետեւ դրանք տարբեր բաներ են։ Պայմանագիրը ավելի լուրջ թուղթ է, ավելի լուրջ մանդատ ունի, իսկ համաձայնագիրը համաձայնություն է, որ այսօր համաձայնեցված է, վաղը կարող է լինել չհամաձայնեցված եւ կրկին լինի հակամարտություն, ինչպես այսօր մենք տեսնում ենք, արդեն այդ հակամարտությունը կա։ Սրանց հետ խաղաղություն չի կարող լինել, որովհետեւ իրանք չեն ուզում։ Հայ ժողովուրդը իսկապես ուզում է խաղաղություն, Հայաստանի ղեկավարությունը իսկապես ուզում է խաղաղություն, Ադրբեջանի ղեկավարությունը չի ուզում։ Ադրբեջանի ժողովրդի մասին չենք կարող խոսել, որովհետև նրանց մասին տեղեկատվություններ չունենք, ուզում են թե չեն ուզում, բայց մենք գիտենք հետևյալը, որ այնտեղ տիրում է դիկտատուրա եւ ժողովրդի կարծիքը ոչ մեկին հետաքրքիր չի, այնտեղ միայն Ադրբեջանի նախագահ Ալիևի կարծիքն է հետաքրքիր բոլորին եւ այդպես էլ իրանք շարժվում են։ Այսքան Ալիևը չի ուզում խաղաղություն, մի բան էլ կրակոցներ սահմանին եւ մի բան էլ իրանք կրակում են, մեղքը գցում են Հայաստանի Հանրապետության վրա, թե իբր հայերը կրակեցին, սահմանում տեղի ունեցավ լարվածություն, հակամարտությունը սկսվեց, էլի պատերազմ եւ այլն։ Փորձում են սադրել հայկական կողմին, որ հայկական կողմը պատասխան կրակ բացի եւ Սյունիքի մարզում ինչ-որ ճեղքեր բացեն, մտնեն, կտրեն, ասեն վերջ, պետքա բանակցեք միջանցքը մեզ տալու մասին, այլապես մեր զորքերը այդտեղից չեն դուրս գա։ Անել հնարավոր ամեն ինչ, որ սա տեղի չունենա։ Կրակել հնարավոր բոլոր զենքերով հարկ եղած դեպքում, բայց թույլ չտալ Սյունիքի ճեղքումը։ Դիմել Իրանի Իսլամական Հանրապետությանը, այս հարցում Հայաստանի Հանրապետությանը, այդ թվում նաև ռազմական աջակցություն տրամադրելու համար։ Բայց իհարկե մենք գիտենք, որ Հայաստանի բանակը լրիվ ի վիճակի է իր տարածքային ամբողջականությունը ռազմական ճանապարհով ապահովել, պահպանել եւ թույլ չտալ թշնամուն առաջ խաղացում։ Սրա մասին մենք գիտենք, որ հայկական բանակը ի վիճակի է պաշտպանել Հայաստանի Հանրապետությունը եւ կրակոցներից էլ պետք չի սարսափել, որովհետեւ դրանք արվում են սադրանքների համար։ Փառք Աստծո, ոչ վիրավոր կա, ոչ էլ զոհ կա, սրանք ժամանակավոր բնույթ են, խաղում են Հայաստանի նյարդերի հետ։ Եվ այս ամեն ինչը իհարկե գնում է համապատասխան մարմիններին, Միացյալ Նահանգներին, Եվրամիության երկրներին եւ բոլորը հստակ տեղյակ են, թե ինչ է կատարվում սահմանին եւ Թրամփի ծանր այդ մուրճը, որով հարվածում է պատերազմող երկրների գլխին, նաև գալու է հենց Ալիևի գլխին։ Եվ այսպես ուշադրություն շատ կարևոր տեղեկատվություն ադրբեջանական կողմը տարածում էր տեղեկատվություններ այն մասին, որ հայկական պաշտպանության բանակը կրակ է բացել Ադրբեջանի դիրքերի ուղղությամբ, ինչը որ որևէ ձև չի համապատասխանում իհարկե իրականությանը, եւ Հայաստանի պաշտպանության նախարարությունը անդադ հերքում է,
եւ սա առաջի դեպքը չի, միշտ Պաշտպանության նախարարությունը հերքում է, որ ինչպիսի կեղծիքներ է տարածում Ադրբեջանը, բնականաբար հերթական անգամ նախապատրաստում է հող պատերազմական գործողություններ սկսելու համար եւ դա միշտ էլ տեսանելի է եղել եւ մենք մեր թշնամուն բավականին լավ ենք ճանաչում եւ այդ թշնամին չի էլ փոփոխվել։ Հիմա խոսքը գնում է խաղաղության պայմանագրի մասին, բայց դրանք կեղծ խոսակցություններ են։ Դա Հայաստանի ժողովրդին չի կարող տալ խաղաղություն, խոսքը գնում է լիարժեք խաղաղության մասին։ Մոտակա մի քանի տասնյակ տարին դեռևս լարված է լինելու հայ-ադրբեջանական հարաբերությունները եւ ստորագրումից անմիջապես հետո մենք բարեկամ ազգեր չենք դառնալու։ Մենք նույնիսկ հարևան ազգեր չենք կարող դառնալ, ինչը ցուցանշանակում, որ օրինակ առևտուր տեղի ունենա, բացվեն ճանապարհային ենթակառուցվածքները երկու երկրների միջև։ Սենց բաներ նույնիսկ տեղի չի կարող ունենալ։ Թուրքիայի հետ մենք պատերազմի մեջ չենք, բայց ճանապարհները փակ են։ Այսինքն նույն թուրքն են սրանք եւ այդ խաղաղության պայմանագիրը, չգիտեմ, մենք օգուտ ստանալու ենք դրանից թե չէ, բայց ստացվում է, որ մենք միգուցե դրանից վնասներ ստանանք, թող Հայաստանի կառավարությունը առավել ուշադիր լինի, որովհետև Ալիևը ցանկանում է եվրոպացի դիտորդների դուրս գալը, որը խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո տեղի կունենա, իսկ այդ մարդիկ Հայաստանի սահմանից կգնան, կկանգնի հայ զինվորը, Հայաստանի կամ սահմանապահը, ազգային անվտանգության ծառայության զորքերը եւ Ադրբեջանի զինվորը, մեկը մյուսի դեմ։ Այնտեղ չեն լինի դիտորդները, որ հանկարծ կրակոց լինի, գնան, արձանագրեն, նկարեն եւ համապատասխան եվրոպական մարմիններին ուղարկեն այդ խախտումները, որ Եվրոպան էլ համապատասխան որոշումներ կայացնի։ Ադրբեջանի կողմից այս կեղծ հայտարարությունները, որոնք վերաբերվում են սահմանին, ամբողջությամբ ցույց է տալիս, թե ինչը տեղի ունենալու եվրոպացի դիտորդների հեռանալուց հետո։ Մեղքը գցելով Հայաստանի վրա, որ հայկական կողմը կրակեց։ Սահմանին չկան եվրոպացիներ, ուրիշ ազգի ներկայացուցիչներ, մենք ենք ու ադրբեջանցիները, Ադրբեջանը ստում է, մեզ մեղադրում է կրակելու մեջ, ոչ մեկ հակառակը չի կարողանում ստանալ, որ մենք չենք կրակել, հայերը չեն կրակել, ոչ մեկ չգիտեն, որ հայերը չեն կրակել, Ադրբեջանը բայց պնդում է։ Եվ Ադրբեջանը ասում է, ես կրակեցի, որտեվ իմ վրա կրակել են, եւ այս հակամարտությունը, որ սկսեց սահմանին, մեղավոր են հայերը, որովհետեւ առաջին հերթին հենց իրանք կրակեցին, իրանք ագրեսոր են ու ինքը վերջում ավելացնում է, որ 30 տարի Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից զրկված է եղել եւ հայերը բռնի կերպով պահել են Ղարաբաղը, իսկ այս վերջում ինքը ավելացնում է, որ առավել սրտաճմլիկ լինի Ադրբեջանի կողմից ներկայացվող բոլոր